ոչ միայն պետական մարմիններին հորդորներով ու պետական ռեսուրսների շահարկմամբ էր, հիմա կարող եմ մի քանի դեպք թվարկել, հա, դեպքերից առաջինը հենց այդ ժամանակ, հիշում եք, ժամանակավոր պաշտոնակատար իշխանության թեկնածուն ընտրություններում Գյումրիում, իրենք վարչական ռեսուրսներ էին օգտագործում նյութական առումով, վարչական ռեսուրս էին օգտագործում ազգային ժողովի ամբիոնից, որովհետև իշխանության թեկնածուներ բնականաբար ընտրական օրենսգիրքը հստակ սահմանափակում ունի, եթե հանրային հեռարձակողով մի ուժի օգտին քարոզ է իրականացում, դա պետք է համաչափ բաշխվի նաև ընտրություններին մասնակցող մեկ այլ մյուս ուժերի միջև։ Մեր հանրային ծառայության մասին օրենքը կրկին քարոզչության և քաղաքական խոսույթի սահմանափակումներ էր նախատեսում։ Իշխանության ուժի պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով պարբերաբար, հա, ազգային ժողովի ամբիոնը օգտագործում էին քաղաքական հայտարարություններ անելու համար, քարոզչություն անելու համար, ընդդիմադիր քաղաքական գործիչներին տարբեր հակաքարոզչական պիտակներ, հակաքարոզչական հայտարարություններ անելու համար և պիտակավորելով։ Այս ամենը կոնկրետ խախտումներ էր ու ցավոք սրտի մենք հստակ իրավական վերլուծության տեսքով ամբողջական զեկույց ենք ներկայացրել, այդ զեկույցը հրապարակված է, եթե ցանկություն ունենաք հասանելի է, ցավոք սրտի հետևանք չունեցավ։ Նաև մի հետաքրքիր միջադեպ էլ այս թարմ վաղարշաբաթի ընտրությունների հետ կապված պատմեմ, ինձ հենց ձեր գործընկերներից մեկը երեկ դիմեց պարզաբանում խնդրելով, պարզվում է մեր դիտորդական առաքելություններից մեկը մյուս դիտորդական առաքելության վերաբերյալ, եթե չեմ սխալվում, ականատես դիտորդական առաքելությունը, Հայաքվե դիտորդական առաքելության վերաբերյալ դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով նրանց անաչառությունն ու չեզոքությունը կասկածի տակ դնելով։ Սա էլ նոր նախադեպ է, այսինքն դիտորդական առաքելությունները վերահսկողություն են անում գործընկեր դիտորդականների նկատմամբ, ասեմ այստեղ իմ համար ծայրաստիճան անընդունելի է, որովհետև իրենց դիմումը իրավաբանական տրամաբանությունից և ընտրական օրենսգրքի տրամաբանությունից դուրս է, որովհետև նախ առաջին հերթին իրենք հարցականի տակ են դնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի պրոֆեսիոնալիզմը, այսինքն եթե կար չեզոքության ու անաչառության խնդիր, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն որերորդ անգամ հավատարմագրում է այս կազմակերպությանը ու բնականաբար Հայաքվեի պարագայում կարծում եմ իրենց խոսույթը որևէ կերպ չի խմբագրվել, իսկ դիտորդի անաչառության ու չեզոքության սկզբունքները ըստ մեր ընտրական օրենսգրքի 30 և 32-րդ հոդվածների տրամաբանության գործում են իր գործունեության ընթացքում, այսինքն դիտորդը պետք է անաչառ և չեզոք լինի, երբ ինքը հանդիսանում է դիտորդ վաղարշաբաթ համայնքում, ինքը իրավունք չունի վաղարշաբաթ համայնքի թեկնածուների վերաբերյալ քարոզչություն կամ հակաքարոզչություն իրականացնելու իր աջակցությունը ներկայացնելու։ Հիմա այս պարագայում դրան զուգահեռ Հայաքվեն որպես նախաձեռնող խումբ ունի կոնկրետ քաղաքական խոսույթ, ինքը որակումներ է տալիս իշխող ուժի քաղաքական գործունեությանը, դա որևէ կերպ դիտորդի անաչառության ու չեզոքության սկզբունքների հետ հատելի չէ։ Այդ իսկ պատճառով ես համոզված եմ, որ այս կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված դիմումը մնալու է անհետևանք, իրավական գնահատականի չի կարող արժանանալ, որովհետև սա գործընթաց է, որը նախապես հաշվարկելի էր այս մարմնի կողմից։ Դիտորդական առաքելության ընթացքում ինչպես է գնահատում վաղարշաբաթ համայնքի նախընտրական մթնոլորտը, արդյոք նկատվում են լարվածություն կամ մրցակցային անհավասար պայմաններ։ Ես որպես դիտորդական առաքելություն կարծում եմ կկիսեք կարծիքս, որ անհամեմատ մեր լրահոսի շրջանակներում առնվազն չէ ի համեմատ օրինակ Գյումրիի, այստեղ թե սուբյեկտիվ, թե օբյեկտիվ գործոններ կան կարծում եմ, նախ օբյեկտիվ գործոնը պայմանավորված էր նրանով, որ Գյումրին մեր երկրի երկրորդ քաղաքն է մեծությամբ և համայնքի ավագանիների քանակով ու ուշադրությունը բնականաբար տրամաբանական էր, սուբյեկտիվն էլ էր, որ Գյումրում քարոզչությանը և ընտրական գործընթացին թեկնածուները առավել հանրային ճանաչելիություն էին վայելում համապետական մակարդակով, հա, օրինակ մի թեկնածու նախորդիվ եղել էր էլի քաղաքապետ, Ռուբեն
Մխիթարյանը ընդհանուր հանրաճանաչ պրոդյուսեր է ու ամեն մեկի հետ կապված համապետական ճանաչությանը մի ինչ-որ գործոն կար։ Այստեղ կարծում եմ փոքր է պատկերը ավելի համապետական տեսանկյունից, որովհետև այս մարդիկ հենց համայնքի շրջանակում են ճանաչելու, այնտեղ են գործունեությունը իրականացնում ու արդեն նշեցի, որ ցավոք սրտի կան արձանագրված խախտումներ, բայց բարեբախտաբար գոնե առնվազն այս պայդրությամբ իրավապահ մարմինների միջամտության տեսանկյունից իրավիճակը կայուն է եւ լիահույս եմ, որ այդպես էլ կմնա։ Շնորհակալ եմ։ Եթե հարցեր կան, այլ։ Շնորհակալ եմ շատ, որ ժամանակ տրամադրեցիք։ Արդեն լիահույս եմ, որ ընտրությունների ընթացքում կհանդիպենք։